Ես հիմա ուզում եմ Տիրոջ օգնությամբ մի քիչ նայենք հետևյալը, գրում եմ բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Հավատքը պահելու համար մենք ինչ-որ չափով անցնենք, դա եղբայրներ քույրեր հիմնականում հավատքը պահել, սա նշանակում է պահել ավետարանի հավատքը, բայց ես ուզում եմ որպեսզի մենք նայենք, տեսնենք մենք ինչպես ենք մեր ընթացքը կատարում։ Վերջը մեկը 5 տարվա հոգևոր է, մեկը մի տարվա, մեկը ավելի երկար, 10-20, ես վերջերս Աբովյանում պաշտամունք եղավ 35 եւ ավելի տարիների, ուրեմն ապաշխարողների համար, ովքեր հիմնականում անդամ են 35-ից ավել տարիներ եղել են եկեղեցու անդամ։ Մեզ մարդիկ 35 եւ ավել տարիներ ընթացք են գալիս։ Մենք մի քիչ պակաս ենք գնացել, մի քիչ վերջը, բայց մենք մեր ընթացքն ենք գնում, բայց ինչպես ենք գնում։ Ես հիշում եմ մեր մոտ քույրիկ կար, երևի մի 40 տարվա քույրիկ էր, բայց ամբողջ հարևանությունը դոշ էր թափ տալիս, որովհետև անեցքա բերան էր։ Ով մի հատ բան աներ, օրինակ իր հայատում մի հատ քարտենար, այս հարևանիմ տյանից էր, այն հարևանիմ տյանից էր։ Ռոբերտ Ախպելես օրինակը շատ էր սիրում բերեր, ասում էր քույրիկ կա, որ ասում է ես ինչ մեկին ների, վերջը մի ների էլի թող հերիքա պատերազմես, հերիքա խնդիր ունենաս, ասել էր դժոխք կետամ, բայց չեմ ների։ Մեր եղբայրը գիտի այդ քույրիկին։ Հիմա այս մարդն էլ է ընթացք գալիս։ Մենք էլ ենք ընթացք գնում, եղբայրներ քույրեր։ Բայց ինչպես ենք գնում։ Օրինակ Հովհաննես 3:36-ում ինչ ասում։ 3:16-ը շատ լավ գիտենք, չէ՞։ Աստված այնպես սիրեց աշխարհը։ Իսկ 36-ում ինչ է ասում։ Ասում է, ով որ որդուն չնազանդվեց, կյանքը չի տեսնի։ Այն ի՞նչն է մնում իր վրա, Աստծո բարկությունը։ Հիմա մենք էլ ենք ընթացք գնում, բայց ի՞նչ ձևով ենք ընթացք գնում, եղբայրներ քույրեր։ Կամ եկեք նայենք այս տեսանկյունից, ինչի համար մեր ընթացքը հաջող չի գնում։ Ինչի համար մենք տարիներով մեր ընթացքը գնում ենք, բայց մենք ունենում ենք պարտություն պարտության հետևից։ Մենք տարիներով գնում ենք, բայց հոգևոր հաջողություն աճ կամ շատ դանդաղ կամ ընդհակառակը ինչ որ մի բան էլ մենք առաջվա համեմատ հետ են գնացել։ Ուրեմն ընթաց գնալը տենց պատահական չի գրում, որ ընթացքս կատարեցի, ինքը լուրջ ընթացք ունեցել Պողոս առաքյալը։ Եվ իր պատերազմը սկսել է հավատքով, ընթացքը գնացել է էլի հավատքով, եւ պահել է հավատքը։ Հիմա ինչ է նշանակում ընթացք կատարել կամ գնալ այդ ընթացքը։ Նախ մենք շատ հստակ գիտենք եղբայրներ քույրեր, մեկը եթե ճանապարհը գնում, ինքը նպատակով է գնում այդ ճանապարհը։ Չէ, ինքը գիտի ուր է ուզում գնա։ Ինքը գիտի իր վերջնական նպատակը, ինքը ուր պիտի հասնի եւ գնում է այդ ընթացքը։ Ուրեմն Պողոս առաքյալը ասում է օդին զարգելով չեն գնում։ Պատահական այդպես չեն որոշում գնում, նպատակ կա եւ գնում ենք դեպի վերին կոչումի նպատակի։ Ուրեմն եղբայրներ քույրեր, մենք պետք է ունենանք նպատակ։ Քո առջև պիտի լինի հստակ նպատակ։ Որն է այդ նպատակը։ Ես խոսեցի Աստծո հավիտենական ծրագրի մասնակից դառնալը։ Լինել Աստծո նմանություն, ունենալ Աստծո նմանությունը եւ Աստծո պատկերը, որը այսօրվա առումով դա բուն Քրիստոսի էությունն է։ Մերձենալ, միաբանվել, մեկանալ, ձուլվել Քրիստոսի հետ։ Ուրեմն ունենալ նպատակ։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ այդ ինչ որ ասեցի, դա մենք կարող ենք գրել հետևյալ կերպ եղբայրներ քույրեր։ Ուրեմն, որն է մեր նպատակը, քարոզել ավետարանը ամեն արարածի, քարոզել ավետարանը ամեն արարածի, քարոզել ավետարանը ամեն արարածի եւ հասնել Աստծո վերին կոչումի մրցանակին եւ հասնել Աստծո վերին կոչումի մրցանակին
կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով։ Կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով։ Հիմա նայեք տեսեք եղբայրներ քույրեր ջան։ Նու քալոզել ավետարանը քույրերիկների համար սա նշանակում է վկայել ավետարանը, խոսել ավետարանի մասին, այսինքն վերջը քույրիկներն էլ վկայեն չէ ավետարանը։ Ամեն արարածի։ Մի Պողոս առաքյալը ասում էր Աստված ինձ կանչելա, չէ, ասում է ոչ միայն առաքյալ լինելու, այլ որ ավետարանը ինձանով քարոզվի։ Այսինքն Աստծո նպատակներից մեկը Պողոս առաքյալը շատ լավ է եւ վայ է ինձ, եթե ավետարանը չքարոզեմ։ Հիմա եղբայրներ քույրեր ջան, բայց երբ որ դու քարոզում ես ավետարանը կամ վկայում ես ավետարանը, բայց դրան զուգահեռ քո հոգևոր վիճակդ, քո ներսը չի աճում ու դու օրեօր տարին տարվա վրա չես նմանվում Քրիստոսի, իմ քարոզած ավետարանը ինչքան արժեք ունի ինձ համար։ Հիմա ես քարոզեմ սաղ փրկվեմ, վերջում ես կորուստ եմ։ Իմ օգուտը ո՞րն էր։ Ձեր օգուտը կա, բա իմ օգուտը ո՞րն էր։ Չէ։ Մի Պողոս առաքյալը ասում է առաջին հերթին ինչ եմ անում, իմ անձն եմ ճնշում ու նվաճում, որ չլինի ուրիշներին քարոզելուց հանգած իմ անձը ինչ լինի, խոտելի կամ խոտան գտնվի։ Դրա համար եղբայրներ քույրեր ջան, պետք է ավետարանը տարածել, վկայել եւ դրա հետ միասին ինչ անել, ուրեմն նմանվել, աճել, նմանվել, ուրեմն Քրիստոսին։ Մի երբ որ մեր կյանքի մենք ուշադրություն ենք դարձնում եւ տեսնում ենք, որ ճիշտ է մենք կարող ավետարանում ենք, եթե ավետարանում ենք, իհարկե վերջերս դա էլ է լուրջ եկեղեցու մեջ խնդիր դարել։ Եթե ամեն մեկս ուզենանք հիշենք, թե վերջին անգամում ենք ավետարան վկայե, կարող շատ ժամանակներ արդեն առաջ է եղել, դա չգիտեմ, բայց ամեն դեպքում երբ որ ավետարան ես վկայում, պետք է կյանքդ էլ ցույց տա, չէ՞, որ դու այդ ավետարանով նաեւ ապրում ես։ Ուրեմն ես համարներ ասեմ կարող եք գրել Հռոմեացիս 15:19 Հռոմեացիս 15:19 Առաջին Կորինթացիս 1:17 Առաջին Կորինթացիս 1:17 Առաջին Կորինթացիս 9:16 Առաջին Կորինթացիս 9:16 Եփեսացիս 3:8 Եփեսացիս 3:8 եւ Եփեսացիս 4:13 Եփեսացիս 4:13 Միջև որ ամեն մեկս հասնենք Հիսուս Քրիստոսի, հա, ճանաչելու միությանը եւ կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով։ Ուրեմն Աստված իր ծրագրից, ումես ես այն ինչ որ ասեցի, դա նպատակն է, որ մենք ընթացքը պետք է անցնենք, որպեսզի հասնենք այդ նպատակին։ Հիմա ինչպես պիտի անցնենք եւ ես կուզենամ, որ այն կետերը, որ ես հիմա ասում եմ եղբայրներ քույրեր ջան, մեր անձերը ասենց հա ինչքան հնարավոր է հիմա կարողանաք քննեք, դրեք վերցրեք ու կհասկանաք շատ անհաջողություններ որտեղից է գալիս։ Եվ հետո էլ կարող եք նորից այդ ամենը նորից նայեք համարներով, սուրբ գրքով եւ հասկանանք, թե ինչպես ենք մեր արժեվ դրված ընթացքը մենք գնում։ Ուրեմն ինչպես պիտի անցնենք ընթացքը առաջին Ետևի բաները մոռանալով կամ թողնելով դեպի առաջ նայել։ Ետևի բաները մոռանալով կամ թողնելով դեպի առաջ նայել։ Ֆիլիպեցիս 3:13 Ֆիլիպեցիս 3:13 Սաղմոս 45:10 Սաղմոս 45:10 Ղուկաս ավետարան 9:62 Ղուկաս ավետարան 9:62 Ֆիլիպեցիս 3:13-ում Պողոս առաքյալը ասում է. «Եղբայր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, ետևի բաները մոռանալով դեպի առաջին լինողներն եմ նկրտում»։
Ղուկաս ավետարանի 62-ում Տեր Հիսուս ասում է. ձեռքը մաճի վրա դնողը ինչ չի անում, ետև չի նայում։ Մի եկեք եղբայրներ քուրեր նայենք, տենանք մենք ոնց ենք ընթացք է գնում։ Ինչն է քեզ հետ պահում, որովհետև տարիներ առաջ եղած բանը չես կարողանում մոռանաս։ Անընդհատ հետև ես նայում։ Այն ցանկությունները սրտիդ, որ նպատակները, որ ժամանակին ունեցել ես, մինչև հիմա քո սրտից չես կարողանում հանես։ Հետև ես նայում։ Շատ խնդիրներ, շատ վիրավորանքներ չես կարողանում մոռանաս։ Հետև ես նայում։ Ախր ես ոնց կարամ իր ամեն մի հատ խոսքը, գիտես, թույն էր, թույն։ Ոնց կծեց։ Ու չես մոռանում, տարիներ չես մոռանում։ Այդտենց ինչքան ես առաջ գնալու։ Չես կար առաջ գնաս։ Դրա համար չես գնում առաջ։ Դրա համար ներսդ գնալով սիրտդ ապարաժը դառը։ Էլ չես կարող կոտրվես, չես կարողանում վերջը ինչ-որ մի բան գտնես հաշտության ձեռք մեկնելու, դա քեզ համար խորթ է դառը, ոնց կարելի է նման անձի հետ հանգարց հաշտվել։ Մի 2 տարի առաջ ես հիշում եմ այստեղ դες խաչի ճանապարհը քարոզ խոսք քարոզեցի վերջում մի քույրիկ հետաքրքիր վկայություն տվեց լացելով ումս տարիներ առաջ իրանց կյանքում տես խնդիր էր եղել իր ամուսնուն Ռուսաստանում սպանել էին եւ սպանողը եղել էր իր հարազատ ամուսնու հարազատներից մեկ հենց ամուսնու աղբերը եւ ասում եմ տարիներով ես անիծել եմ իրան սպասել եմ երբ կվերադառնա Հայաստան արդեն ձևերը մտածել եմ որ ես անպայման պիտի իրան սպանեմ որտեղ ինքը իմ տունը քանդեց եւ տարիներով ասում անընդհատ դրեմ վերցրել եմ հնարքներ եմ որոնը չի գալիս ոնց անեմ ու միջոցով իրան կանամ կանչեմ բերեմ Հայաստան կամ եթե չի գալիս ումը ճարեմ ուղարկեմ այնտեղ վերջը այսպեսի sense դրե վերցրե ու ասում չես պատկերացնի այդ տարիները իմ համար մի հատ դժոխք էր ես անընդհատ մտածում եի ինքը իր աղբոր տունը քանդեց եւ այլն եւ ինչն էր հետաքրքիր որ այդ խոսքից հետո Ումս լացելով եկավ, ասես եղբայր, ես զանգել եմ, ուրեմս իմացել եմ իր համարը, զանգել եմ և ներողություն եմ խնդրել իրանից, որ այսքան տարիներ ես դրե վերցրել եմ ու ասել եմ, ես քեզ ընդամենը օրհնյալ կյանք եմ ցանկանում, դու կարաս հանգիստ գաս Հայաստան և գնաս, ես քո դեմ ոչ մի խնդիր չունեմ։ Ու ինչ էր ասում, ասում դու չես պատկերացնի հիմա ներսս ինչից է ազատագրվել ու ինչ լույս ու խաղաղություն է եկել իմ ներսը ես տարիներով տանջվել եմ ես քուն չեմ ունեցել ես անընդհատ մտածել եմ ոնց պիտի իմ նպատակս իմ միտքս իրականացնեմ իսկ հիմա ասում ինչ ուրեմն խաղաղություն եւ հանգստություն է եւ ինչ երանություն է Քրիստոսի հետ ապրելը Հիմա եղբայրներ քուրեր մենք անընդհատ դնում վերցնում ենք մենք հետևի բաները չենք մոռանում Մի Պողոս առաքյալը ասում է չեմ ասում որ հասել եմ, բայց մի կարևոր բան։ Հետևի բաները չեմ ուրեմն այլևս չեմ հիշում։ Թողնում եմ։ Ինչը որ անցյալում է, ինչը որ հետևա մնացել, էլ հետ չեմ նայում դեպի առաջ, դեպի իմ նպատակին, հասնեմ, ունենամ Քրիստոսի նման հասակը, փառք Տիրոջը եղբայրներ քուրեր։ Քրիստոսի նմանությունը ունենամ, որ իր փառքը արհամարելով Ինչ արեց, խոնանեցրեց իր անձը մեզ մեղավորներից համար, որ արհամարած ունենք Աստծուն, բայց եկավ եւ հաշտության ձեռք մեկնեց ինձ ու քեզ եւ խավարից անեց եղբայրներ քուրեր։ Նինել Քրիստոսի նման ահա նպատակը եւ Պողոս առաքյալը ասում է թողել եմ հետեւի ամեն բաները։ Ճիշտ է դեռ ընթացք ունեմ գնալու, բայց մի բան հասկացել եմ, չի կարելի հետեւ նայել։ Չի կարելի, դա քեզ կխանգարի։ Գաղատացիների թղթում ինչ է գրում, ասում է Պողոս առաքյալը ասում է լավ եք վազում։ Ով ձեզ կանգնեցրեց, որ ճշմարտությանը չհանազանդվեք։ Իշոն մեկը կանգնեցրեց։ Եվ երբ որ նրանք լսեցին այդ խորհուրդները եւ հետ նայեցին, կանգնեցին ճշմարտության մեջ, այլևս ճշմարտության մեջ չէին գնում։
Եվ ամբողջ գաղատացիների եկեղեցին խառնվել էր իրար, ասում է իրար կծոտելով, իրարից ինչ կլինեք, կփչանաք, հասել էին նրան, որ իրար սկսել էին կծելը, իրար վնասում էին եւ ասում է Քրիստոսից խափանված եք դուք, ուր էին հասել գաղատացիս եկեղեցին։ Ուրեմն երբ որ մարդը հետ է նայում, հիշում եք Հովտի կնոջը, երբ որ հետ նայեց, ոչ դիակ եղավ, ոչ գերեզման ունեցավ, ոչ կենդանի եղավ, ընդամենը աղի արձան եղավ։ Հոգևոր կյանքում շատերը կան, որ աղի արձան են, ոչ, բայց այն արձանը, որ համել չունեն, ոչ առաջ են հետում, ոչ աշխարհ են հետում, ոչ եկեղեցու մեջ են, ոչ մի խոսքով, ոչ մի տեղ չկան, ոչ Քրիստոսին են նման, ոչ աշխարհին են նման, ոչ մի բանի նման չեն, չես հասկանում, լավ այսպես ուր են գնալու։ Եվ Պողոս առաքյալը իր ընթացքը կատարելուց, առաջին բանը, որ նայել էր, հետևյալն էր, չի կարելի հետև նայել, կխանգարի քեզ։ Թող են մտքերը, այն խորհուրդները, այն հիշողությունները, որոնք այսօր քեզ խանգարում են, թող։ Դրանք հաստատ քեզ պիտանի չեն, միջև հիմա քեզ կանգնեցրել են, էլի են կանգնեցնելու, եթե դու չթողես։ Ուրեմն ընթացքը գնալուց, երբ որ մենք հավատքով ընթացք ենք անցնում, հավատքով բոլոր բաները մոռանում ենք, թողնում ենք։ Մենք չունենք մարմնի եւ այլն դեմ հարցեր լուծելու։ Մեր արդարություն պահողը Աստված է իր զորությունով, ասում է եւ իմ փառքը քեզ պիտի պահի։ Թող վստահի քո Տեր Աստծուն։ Գնա ընթացք, դու ավելի լուրջ նպատակ ունես, Հիսուսին նմանվելու, ավետարանը տարածելու, ծառայի ընթացքը թող ծառայի այս նպատակին, ոչ թե անընդհատ դիր ու վերցրա, ինչի ասես, խի ասես, հələ նայիտես քանի հոգու է տարածել եւ այլն, թող։ Մեգա քանի հոգու էլ ուզենա տարածած լինի, Աստված մի վայրկյանում քեզ կարա բարձրացնի։ Մի վայրկյանում։ Այդ բոլոր անձինք հենց որ տեսան Հիսուսը քեզ հետ է, քո առաջ խոնարհվելու են։ Քո թշնամիներն ասում են քո առջև պիտի խոնարհեցնեմ։ Եղբայրներ, քույրեր, վստահեն։ Ուրեմն մի դիր այդքան դիր վերցրու, մեղք չես։ Կտանջվես, դա հոգու տանջանք է, կորցնելու ես քունդ։ Թող ասում է։ Եվ Պողոս առաքյալը շատ լավ էր ասում։ Ես հետևը, ինչ որ անցել եմ, էլ հետ չեմ նայում։ Հետևի բաները մոռանալով։ Դա նաև վերաբերվում է, որ աշխարհային բոլոր են ցանկությունները եւ այն ինչը որ արհամարել եւ աղբա համար է։ Այլևս մի գրամ դրան չի անդրադարձի ինքը։ Մի գրամ։ Ինքը ընդունել է, որ դա աղբա ու շպրտել է եւ մի գրամ դրան չի անդրադարձել։ Ուրեմն առաջին բանը եղբայրներ քույրեր ջան, յետևի բաները ուրեմն մոռանալով կամ թողնելով դեպի առաջ նայել, դեպի առաջ։ Պետք է կարողանաս քեզ համար նայես դեպի առաջ, կարողանաս քո երեխեքի համար սովորեցնես, որ առաջ նայեն եւ դեպի ուրեմն նպատակը։ Երկրորդը եղբայրներ քույրեր։ Երկրորդը դենք ցելով ամեն ծանրություն։ Դենք ցելով ամեն ծանրություն։ Եբրայեցիս 12:1 Եբրայեցիս 12:1 Երկրորդ Կորինթացիս 12:13-ից 16 համարները Երկրորդ Կորինթացիս 12:13-ից 16 համարները Առաջին Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխ 7 եւ 9 համարները 7 եւ 9 համարները եւ երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-8 համարները Երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-8 համարները
ուրեմն երկրորդ Կորինթացիս 12-րդ գլխի մեջ տեսեք ինչ ա գրված։ Որովհետև ինչ է, որ նրանով պակաս գտնվեցան, քան թե ուրիշ եկեղեցիներ։ Եթե ոչ նրանով, որ ես ծանրություն չտվեցի ձեզ, ներեցեք ինձ այդ վնասը։ Ահա երրորդ անգամն է, որ պատրաստ եմ ձեզ մոտ գալու, եւ ձեզ ծանրություն չեմ տա, որովհետև ձեր բանը չեմ որոնում այլ ձեզ։ Նրա համար որ ոչ թե որդիկը հայրերի համար պետք է գանձավակեն, այլ հայրերը որդկանց համար։ Բայց ես հոժարությամբ ձեր անձերի համար ծաղ կանեմ եւ ծաղ կնեմ, թեև ավելի սիրելով ձեզ ես քիչ սիրվեմ, բայց թող լինի ես ծանրություն չեղած ձեզ, սակայն խորակետ եղա։ Այս երեք համարների մեջ պատկասում է քանի անգամ ասում, որ ես ձեզ վրա որևէ ծանրություն չուզեցա լինեմ։ Եվ Եբրայեցիների 12-ի 1-ում ինչ ասում։ Ուստի մենք որ վկաների այսքան բազմություն ունենք, մեզ շրջապատած, դենքցենք ամեն ծանրություն եւ դյուրավ պաշարող մեղքը եւ համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը։ Հիմա եղբայրներ քուրեր, ինչ է սա նշանակում։ Եթե հիշում եք Եսայի 58-ի ծոմապահության գլխի մեջ, այնտեղ շատ է նկարագրում, որն է իրական ծոմը։ Եվ այնտեղ ասում է լուծիր, չէ, քանդի լուծի կոշկորները։ Հիմա եղբայրներ քուրեր ջան, սա նշանակում է, որ որևէ մեկի վրա ինքդ պիտի ծանրություն չդնես եւ որևէ մեկից թույլ չտաս, որ քո ներսում ծանրություն գա։ Եվ ինքդ պիտի ծանրություն չդնես, չէ՞։ Օրինակ փարիսեցիների մեղադրանքը ո՞րն էր, ասում են ծանր բաներ են դնում, չէ՞, մարդկանց վրա եւ մատով չեն ուզում օգնել։ Մի կարող ծանրություն դնես վերջը քո ընտանիքի անդամների վրա, եկեղեցում եղբայրության մեջ, դու ասում ես, թե եղբայրները sense չեն անում, բայց նա նայեք ես ինչ ես պահանջում։ Վերջը ինքդ պիտի կարողանաս ծանրություն չլինես, ինչքան կարաս ընդհակառակը մի բան էլ դու օգնես, բայց նաև երկրորդ կարևոր կետը, որևէ մի մեկի արածը կնի, խոսածածը կնի եւ այլն թույլ չտաս, որ այդից ծանր նստված լինի քո մեջ։ Ուրեմն ոնց պիտի մեղքը թողնես, ասում է դենքցենք, հա, մեզ դյուրա պաշարող մեղքը դենքցենք, այդպես է պիտի դենքցես ամեն ծանրություն։ Եվ եթե զգում ես, որ մի բան ծանրանում է քո մեջ, վաղը դա հաստատ քեզ խանգարելու է։ Դրա համար այն ինչը որ քեզ քո մեջ ծանրանում է, եղբայրներ քուրեր, մի թույլ տուր, որպեսզի դա քո ներսում լուրջ նստված կունենա, թող դենքցի։ Հիմա այնքան հիշողություններ կա, որ ամեն անգամ հիշելուց զգում ես ներսդ ինչ է լինում, ծանրանում է դրանից։ Հիմա հարց, այդ հիշողությունը քեզ ինչ է տալիս, լավ բան է տալիս, ինչի ես հիշում, անընդհատ հիշում ես, անընդհատ ծանրանում է ներսդ, անընդհատ հիշում ես, անընդհատ քո ներսում դժվարություն է գալի, լավ ինչքան պիտի հիշես, չես զգում, որ քեզ խանգարում է, դենքցի, թող։ Եվ երկրորդն էլ նայի հանգար դու ուրիշի վրա ծանրություն դրած չլինես։ Դրա համար եղբայրներ քուրեր ջան, շատ հստակ ասում, դենքցի, դա քեզ երբևիցե ընթացքի մեջ որևէ առումով քեզ հաջողություն չի տալու։ Եվ այդ ծանրությունը պատկերացրեք, երբ որ ջրում լողանում եք, մի հատ թեթև հագուստը, չէ, ինչ անինում, լուրջ ծանրություն է դառնում։ Հետո քեզ անընդհատ պատճառ է դառնում, որ դու սուզվես։ Հիմա հոգևոր կյանքի ես ընթացքում այդ ծանրությունը քեզ անընդհատ քաշելու է խորտակման։ Ինչքան երկար պայես, այնքան դու թուլանալու ես։ Դեռ ինչ որ ուժ ունես, կարողանում ես դիմադրես, վաղը կորցնելու ես այդ ուժը։ Հիմա դրա համար եղբայրներ քուրեր, եթե ունես քո ներսում ծանրություն, ես գիտեմ, որ շատերս ունենք, ծանր սրտով ենք եկել, լիքը չգիտեմ ինչ հիշողություններով ենք եկել, ուրեմն դենքցի, թող։ Դրա համար ուրեմն պետք է այդ ընթացքը անցնել, եղբայրներ քուրեր ջան, ամեն ծանրություն դեն նետելով, ամեն ծանրություն։
օրինակի համար պատկերացնում եք Ստեփանոսը այդ ժամանակ երկինք չնայեր։ Նայեր տենար ով ինչ քարա վերցրե, ով է եկե իրեն քարկոծելու։ Պատկերացնում եք Ստեփանոսի վիճակը ինչ կլիներ։ Հաստատ ընդ մարդիկ էր տենալու, որին լավ ճանաչում է, կարող մարդիկ լինեին, որին լավ ծանոթ էր, մարդիկ լինեին, որին ինքը շատ օգնել է։ Ու տեսնել են մարդկանց, որ ինքը լավ օգնել է, դա ամենամեծ քարն է եկալ է։ Ու պատկերացնում եք Ստեփանոսի վիճակը ինչ էր լինելու։ Բայց Ստեփանոսը այդ ժամանակ ինչ էր անում, ասում էր հայրներից սրանց, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Երկինք էր նայում, եղբայրներ քուրեր։ Այ երբ որ երկինք էր նայում, տեսավ երկինքը բացված։ Հիմա երկինք չես նայում, որ տենաս երկինքը բացված, Հիսուսին էլ կանգնած, որ քեզ է ուշադրություն դարձնում։ Հիմա նայում ես, թե ով ինչ քար է եկալ է։ Եվ ամեն այդ նայելուց ինչ է լինելու, ներսը ծանրություն է գալու։ Դրա համար Եբրայեցիների 12-րդ գլխի մեջ, երբ որ ասում է մտիկ դուր հավատքի զորագլխին, դրանից առաջ ասում է դենքցի ամեն ծանրություն, որ դու կարողանաս մտիկ անես հավատքի զորագլխին։ Ծանրությունը քեզ խանգարելու է, դու չես կարա Հիսուսին նայես։ Դու անընդհատ հիշելու ես, թե ինչի համար այս մարդը կամ այս ծանրությունը քո մեջ եղավ, պատճառը ով էր։ Դու անընդհատ նրա քարերին ես նայելու, ով ինչ քարով է քեզ հալվածել կամ ուզում հալվածի։ Եվ չես կարող հավատքի զորագլխին նայես։ Դրա համար դենքցի ամեն ծանրություն եւ մտի կարա քո հավատքի զորագլխին փառք Տիրոջը եղբայրներ քուրեր։ Աստված թող մեզ օրհնի, որ մենք կարողանանք ամեն ծանրություն մեր վրայից հավատքով նետենք։ Եվ երրորդը, ուրեմն ինչպես պետք է անցնենք այս ընթացքը։ Երրորդը ամոթը արհամարելով։ Ամոթը արհամարելով։ Ամոթը արհամարելով։ Եբրայեցիս 12:2-ը Եբրայեցիս 12:2 Հռոմեացիս 1:16 Հռոմեացիս 1:16 Երկրորդ Տիմոթեոս առաջին գլուխ 8-12 ամաները Երկրորդ Տիմոթեոս առաջին գլուխ 8 եւ 12 ամաները Տեսեք Եբրայեցիս 12:2 գրված է. Մտիկ տանք հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ եւ ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Հիմա Տեր Հիսուսը իր երկնային փառքը որ թողեց, իջա մարդացավ։ Ամեն տեսակի ամոթը հանուն մեզ ամեն տեսակի ամոթ արհամարեց։ Հիշում եմ տարիներ առաջ մի եղբայր մի հետարքիր վկայություն էր տալ։ Ասում եմ մի պատկերացրա, որ մի հատ մղջուն գնում է սխալ ճանապարհով, ուզում ես այդ մղջունին ասես հետ գնա։ Մի գնա այդ ճանապարհով, այդ ճանապարհի վերջը կորուստ է։ Մի ասում ես չի հասկանում։ Քո լեզուն ինքը չի հասկանում։ Մատը դնես վրան պահես կվնասես իրան։ Ձեռը դնում ես փակում ես ճանապարհները, ձեռքիդ վրով նորից հելնում գնում, այսինքն Աստված օրենք տվեց մարգարեներ ուղարկեց, մեկը մարդը այդ ճանապարհը չթողեց եւ գնում էր։ Հիմա ասում է, լավ, ինչ անես, որ այդ մղջունը չթե այդ ճանապարհով։ Ասում է, մնում է ընդամենը մեկ միջոց։ Դառնաս մղջուն, այդաս կանգնես իր կողքը, իր լեզվով, ասես, որ մի գնա այդ ճանապարհով։ Եվ իր ձեռքից բռնես եւ փոխես իր ընթացքը։ Հիմա ինչ էր ասում, ասում Աստված դա արեց մեզ համար։ Բայց հետարքիր եղբայրը վկայություն էր տալիս, ասում ճիշտն ասած, ասում մեր եւ մղջունի միջև այդքան տարբերությունը մեծ չի։ Ինքն էլ է ստեղծված, ես էլ եմ ստեղծված։ Ասում իմ ու մղջունի միջև տարբերությունը այնքան մեծ չի, ինչքան իմ ու եւ Աստծո միջև տարբերությունը։ Եվ ասում երբ որ ես նայեցի մղջունին, ասեցի Տեր, ես չեմ ուզենա իր կերպարանքը ընդունեմ։ Ասում բայց Աստված
ամեն ամոթ արհամարելով կամեցավ մեր նման դառնար եւ ավելի ցածրանար, ծառայի կերպարանք առներ եւ գնար դեպի մահ եւ այն էր խաչի մահ, որ այն ժամանակ ամենաամոթալի մահն է, որովհետեւ ով նայում էր խաչին, ասում էր անիծված է նա։ Եվ մեր անեծքը ինքը իր վրա վերցրեց ու խաչապայտին գամվեց, արհամարեց ամեն տեսակ ամոթ, հանուն ինձ եւ քեզ եղբայրներ քուրեր։ Հիմա ես ասեմ հաջորդ բանը, իսկ մենք ինչքան ենք ամանչում Հիսուսի նման լինելու եղբայրներ քուրեր։ Սկսած պատանիներից ու երիտասարդներից վերջացրած մեզի, մենք մտածում ենք, ասում են, վայ, մեզ հանգարց չասեն, էս ինչ է քո վիճակն ու արտաքինը։ Մեր ոտերը թուլանում է միանգամից, չէ՞։ Էս ինչ են ասում մեզ, միանգամից ամոթը տալիս է, ասում ես, էթամ շուտ աշխարհի կերպարանքը վեկանեմ ին վրա, մենակ ինձ ամոթանք չտան։ Այդտենց ընթացքդ ուր ես գնալու, ինչքան ես գնալու այդ ընթացքդ։ Հիսուսը հանուն քեզ ինձ, որ մեր մեջ տարբերությունը շատ մեծ էր իր աստվածային փառքի, լույսի մեջ եղած լուսեղեն անձ։ Իսկ մենք խավարի մեջ կորած ամբողջությամբ խավարով պաշարված։ Հիսուս ամոթը արհամարեց, մեր նման դառավ, մենք չենք կարողանում մի փոքր ամոթ մի կողմ դնենք մեր անձի։ Մեր անձի պատիվը, մեր անձի հարգանքը, մեր անձի փառքը, մեր եսը մենք չենք կարողանում թողնանք։ Մեզ համար ամոթը, որ մեկ ասում է, վերջը չգիտեմ, ես ինչ ես եղել։ Եղբայրներ, քուրեր, եթե ուզում ես Հիսուսին նմանվես, գրված է ամոթը արհամարելով։ Ուսանողներ կան, որոնք սովորում են ինստիտուտում, չգիտեմ, արդեն համարյա ավարտում են ինստիտուտի համալսարանի ուսանողությունը, չգիտի, որ ինքը հավատացյալ է։ Որտեղ ամանչել է, որ ասի, որ ես հավատացյալ եմ։ Հիշում եմ, ինձ մոտիկացան ասին, եղբայր ջան, ինչ կլինի, երիտասարդական որ անում ես, մի ասա երիտասարդներին, որ Աստվածաշունչ բերեն։ Ինչի, որովհետև իմ տղեն ամանչում Աստվածաշունչ վերցնի գա։ Որ դու էլ ասում ես, ստիված ասում է չեմ էթա։ Դրանից հետո ես համ սկզբից համ վերջում էի ասում, ով Աստվածաշունչ բերե։ Եթե մեկը ամանչում է, եղբայրներ քուրեր, ամանչում է ասի 5 տարի, 6 տարի, իր շրջապատը չգիտի ինքը հոգևոր է, ամանչում է, որով կարող ասեն, էդ ուր ես էթում, դու ենի այս նման աղոթք ես անում, չգիտեմ ինչ էր։ Հիսուս ասեց, ես էլ կամանչեմ, իմ հոր առաջ և հրեշտակների առաջ ձեր անունը դավանելուց։ Դրա համար եղբայրներ քուրեր, մենք պետք է ինչ անենք, մենք պետք է ամոթը մի կողմ դնենք, տեսեք Հռոմեացիների թղթի առաջին գլխի ուրեմն 16 համարում ասում է, որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողի առաջ հրեային, հետո հույնին։ Ես ամոթ չեմ համարում, կծեցեն, կասեն հետամնաց ես եւ այլն կծաղրեն, միևնույն է, ես մի բան վստահ եմ, ավետարանը դա ինչ է, Աստծո զորությունը փրկելու համար, շատ շատերին, դա լինի Աստծո ժողովրդից հրեայից, թե լինի հեթանոսած աշխարհից հույններից, դա Աստծո զորությունն է եղբայրներ քուրեր, եւ ես ասում ավետարանը ամոթ չեմ համարում, Պավել աղբերը Ես վերջերս մի քանի անգամ, եթե հիշում եք, ասում է, համ ես այս Աստվածաշունչն եմ վերցնում, համ էլ մի հատ ցոցագրպանումս կա, որովհետև դա է իմ կյանքը, եւ ամոթ չեմ համարում, Պողոս Արաքյանն էլ է դա ասում, ես ամոթ չեմ համարում։ Հիմա հարցը իմն ու քոնն է, եղբայրներ քուրեր, քո ընտանիքին է, քո երեխեքին ինչ ես սովորացնում, քո երեխուն չես սովորացնում, բալես համարձակ Հիսուսի անունը դավանի, երբ որ իմանամ, որ դու հավատացյալ ես, կարող է ծաղրեն, բայց դու պարծեցի, դա պարծանք է լինել Քրիստոսի զավակը, դա մեծ պարծանք է, և երբ որ ծաղրում են, դա մեծ օրհնություն է երկնքից իջած, և ոչ ոք չի կարող հավատացյալի գլխին նստի, որովհետև հավատացյալի գլուխը Հիսուս Քրիստոսն է, փառք իրան, և Հիսուս Քրիստոսից բարձր մեկը չկա, որ կարողանա քո գլխին նստի, ոչ ոք, բոլորին կդնի քո ոտքերի տակ, դրա համար գրված է, ամոթը արհամարելով, մենք ինչպես են գնում եղբայրներ քուրեր, ամոթը մեր սրտի մեջ վերցրած են գնում,
թե մենք հստակ, մենք պարծենում ենք, որ մենք Աստծո զավակ ենք, եւ մենք ամոթը մի կողմ դրած գնում ենք Քրիստոսի ետևից դեպի մեր նպատակը։ Տերը թող մեզ օրհնի, սիրելի եղբայրներ, քույրեր։